Չէ, կհիվանդանամ, եթե անելու գործ կա, ես հիվանդեմ, չեմ անում, հիվանդեմ։ Կարող է հոգնել, կարող է չուտել, չխմել, բայց եթե տունը մաքուր չէ, ամեն ինչ իր տեղում չէ, հանգիստ չի նստի։ Ամեն անկյուն ուշադրության տակ է, ամեն մանրուք իր տեղում։ Տարիներն անցել են, բայց բնավորությունը չի փոխվել։ Նույն ջանասիրությամբ ու խնամքով է պահում իր օջախը, ինչպես երիտասարդ տարիներին։ Տունը փայլեցնում է այնքան, մինչև ամեն ինչ կատարյալ լինի։ Հետո նստում է ու հիանում իր ձեռքի գործով, մտքով միշտ վերհիշելով խորհրդալեհական լեգենդար երգչուհու կյանքի մի դիպված։ Սովետի ժամանակ մի երգչուհի կաց, կարծեմ Լեհեր, Աննա Գերման, շատ լավ երգչուհի էր, բոլորս լսում էինք, մեքենայի տակ անգնում, հետո քասկերով հիվանդանում ու պատում, մերն ապահեն սնում, ասում է ոնց էի ցանկանում, որ վեր կենամ հատակը մաքրում։ Ասիա տատիկին հանդիպեցինք, երբ թեմայի փնտրտուքով շրջում էինք Լոռուտի փողոցներով, տուն պատուհան բացել ու մաքրություն էր անում։ Տան ջահելներին նոր է ճանապարհելի այլաներ ու անցել գործի։ Տարիները նրա եռանդից ոչինչ չեն խլել։ Թեպետ տունն էլ է փոխվել, տան կահկարասինել ու լցվել ամենատարբեր կենցաղային տեխնիկայով, ինչպես նորահար ժամանակ, այնպես էլ այսօր տունը փայլեցնում, պլպլեցնում է նույն հետևողականությամբ։ Մաքրությունը ցուցադրություն չէ ու ոչ էլ ուրիշների գնահատականին արժանանալու միջոց, մաքրում է, որովհետև այդպես է հանգիստ զգում իրեն, որովհետև կարգ ու կանոնն իր բնավորության արտացոլանքն է։ Ամեն սրբածանկյուն, ամեն փայլացրած պատուհան նրա հոգատար ձեռքի ու աշխատասեր բնավորության վկայությունն են։ Տունը նրա համար պարզապես բնակվելու վայր չէ, այլ օջախ, սրբավայր, որի յուրաքանչյուր մանրուքի մեջ տարիների սեր, ջանք ու նվիրում կա։ Իսկ երբ ճակերտավոր այս սրբավայրում ամեն ինչ իր ուզածի պես մաքուր ու կարգին է լինում, նրա դեմքին հայտնվում է գոհ ժպիտն ու որ ամեն ինչից ավելի խոսուն է։ Դուք ձեր սարի հետ դագենել կլնեիք փայլացրած պահած։ Ինչքան կարում էի, բայց ասեմ, Լոռուտը շատ մաքուր գյուղ է, կանայք, չգիտեմ, փնթիկնիկը սխ չկա այս գյուղում։ Անցած ամառ հիվանդացա, այս ոտնաթաթս, որ ուզում էի գետնին դնել, ոնց որ միլիոնավոր փչեց ծաղկեն, ու չկարացի վեր գնամ, մի անգամից այս տները խառնվեցին, բայց այդ ինչ վիճակ էր ասված, սխ մեստեղից տղեն եկավ տեսավ այդ վիճակում եմ, սանգել այդ դեղումներ, ձերն ասավեց կոճակները օգնում են տվեց, խմեցի, ու մեկ ետնամ սարից երեխեք սեկան, ուր եք եկել, բալ հիվանդ ես ոնց չգամ, ասի որ պետք է ես ձեզ կզանգեի կգայք էլի, այդ թորս է զանգել, եկան թե զդեն մաքրեցին տները։ Դուք ավելի եք նեղվում, որ չեք կարում գործ անեք։ Հա, սասափելի բանը։ Գործը գործ, բայց տան մեծին սոված թողնել չի կարող, տները մաքրելուց հետո անցնում է խոհանոց։ Նայում է ինչ կա, ինչ չկա, ճիշտ է կովերը սարում են, բայց հարսը եկողի հետ ամեն ինչ ուղարկում է, այնպես որ սառնարանը լի է։ Այսօր մենյուում ձվածեղ է, սկսում է պատրաստել ու ժպիտով հիշել ջահել սիրուն տարիները։ Ձվերը կոտրում է ափսեի մեջ ու կամաց խառնելով պատմում, որ ինքը այգեհատի աղջիկ է, որ աքորեցիների բամբասանքների պատճառով հարս եկավ Լոռուտ։ Իսկ հիմա ամեն ինչի մասին հերթով։ Ասիա տատը մանկավարժ է, սիրված, հարգված, ուսման վերջին կուրսում, ինչպես կարգն է, նշանակվում է աքորիում ուսուցչուհի, արդեն 25 տարեկան էր, իսկ այն տարիներին այդ տարիքի չամուսնացած աղջիկներին արդեն տանը մնացած էին համարում։ Այդ աքորվեցուն ծմած ես արդեն տանը մնացած աղջիկ էի, իրանց էլ ասեն գալիս էին տղաներ, բա չէի հավանում էլի, քիչս բարձրեց, հա, դրանք էլ ինձ արդեն ականջովս ընկավ, որ ասում են տանը մնացած է։ Ասիկ վայ ձեր գլխին։ Հա, վայ ձեր գլխին։ Հետո իմացա, որ ուզող են գալու ինչ որ։ Աքորում։ Չէ, Լոռուտից։ Մտքումս ասի, ով էլի պատի ուզեմ։ Եկան, նայեցի, մինչև հետ ասենք էլ ինձ ուզողներ եկել էին։ Չեք հավանել։ Ոչ հերս էր հավանում, ոչ հետ ես հերս ձեն չէր հանում, ասում է դու Հասուն աղջիկ էիք, դուք կարա եք ընտրեք, էլի։ Այդ մի անգամ ոչա եկավ, նայեց, ասա պտի ուզես, հավանել էր, իմ հերը մի իմաստուն մարդ էր շատ, եկավ վերջը հանասինք, մարդի 23-ին նսրի, դրա համար ասում են ճակատագիրը, գնաց ուսուցչանոց հաջորդ օրը, արդեն գալիցուն մարդից,
մի տղա եկավ։ Մի աղջիկ ասել է, որ այս օրը քեզ համար բերելու են։ Հանկարծ չբացակայեց, բան։ Այդ տղեն եկավ, այդ աղջիկա հետ, այդ տեսան մատիսա, թողեց գնաց։ Ուշացել էր։ Հա, ուշացել Մի էր։ օր ուշացել։ Այդպես լորուտեցի Բորիսի բախտը իսկապես բերեց այգեհատի կրթված ու գեղեցիկ աղջիկը հարս եկավ իրենց տուն։ Գյուղում դեռ երկար էին խոսում, թե ինչ սիրուն, կոկիկ ու խելացի հարս է բերել Բորիսը։ Հարսն էլ շուտով աշխատանքի անցավ դպրոցում։ Ամեն առավոտ կոկիկ հագնված, մազերը խնամված, եղունգները ներկված գնում էր դասի։ Երեխաներին լեզու գրականություն դասավանդում ու բարձրակրունկներով ցեխոտ ճամփեքով հասնում տուն։ Բայց մի բան կար, որ սկեսուրի սրտով չէր, հարսը գոմ չէր մտնում։ Կովկը թելանասունների հետևից ընկնել, թրիգ մաքրել չէր սիրում։ Նրա ձեռքերը գրքի էջեր թերթելուն էին սովոր, ոչ թե բա բռնելուն։ Սկեսուրն էլ մեկ-մեկ հարևան կանանց հետ բամբասում էր, թե հարսը բան անել չգիտի։ Հոր տանը խանումի պես են պահել։ Լոդր է մեծացել, թե բա տեսեք հուրի փերի է գոմ մտնել չի ուզում։ Որ գալիս էին մեկ-մեկ ասում էին հարսը դառնա, ասեք կոր չի գտում։ Հա, կոր չի գտում, այդ մի բանից բողոքում ես։ Բայց ինչի՞ չէիք գտում։ Սովոր չի։ Ոչ սովոր չի, բանը չէի վստահում ինքս ինձ, որտեղ իրանք էլ չէին ինձ վստահում, հետո ժամանակի հասել երեխեք դպրոցում, հա, բարդ էր։ Հա, հետո էլ երևի սիրուն մատներ ունեիք, չէիք Դե ուզում։ սիրուն էին, ոչինչ։ Հետո որ գրականության ուսուցիչ չէի, ինձ թվում էր, որ գրականության ուսուցիչի բացառը կլինի, գոմից ջուր չի գալու մտնելու, ասենք դասարան։ Հա, շատ խիստնել է, այդ իմ զգացումների բանի հանդեպ։ Մի օր աշակերտներիս ասին, ես իմ դասերի լեզուն եմ սիրում, լեզվի դասերը, դուք ո՞րն եք սիրում, ասին գրականությունը։ Բայց ես լեզուն էի սիրում, լեզուն թույլ է տալիս, որ ամբողջ դասարին լավ աշխատացնես, գրականությունը մի քիչ այդ տեսակետից բարդ է։ Հա, ուրեմն դուք ռոմանտիկ չեք, ավելի ռեալիստ մարդ եք։ Բայց նա ռոմանտիկ է։ Հա? Ի վերջո տարիների հետ լորուտեցի կեսուրները կամաց հաշտվեցին այն մտքի հետ, որ Բորիսի հարսը գոմի համար չի ծնվել։ Կրչի մարդ է ու իր գործն էլ ոչ պակաս կարևոր է, քան գոմն ու կիթը։ Բամբասանքները դադարեցին, մանավանդ ժամանակները փոխվում էին։ Լորուտի դպրոցում գոմ չմտնող հեղափոխական այլ ուսուցիչներ էլ աշխատանքի ընդունվեցին ու դառավ սովորական մի բան։ Բայց 90-ականների դժվարին տարիներն չփոխեցին, որ ընկեր Ասիային չփոխեին։ Ուսուցիչ դառնալ չեմ մտքով չի անցել։ Գնացի համալսարան, գործերս որ տալիս էին, ինչ-որ Գևորգյան էր, սպիտակած մազերով, ենթադրում եմ, որ Վազգենն էր թարգմանիչը Նարեկի։ Ասավ, եթե ուզում ես ընդունվես, ուրեմն մանկավարժության բաժին պետք է տաս ժողերը բանը ծանրաբեռնված են ըմենի։ Լուսեցի, դեպի մանկավարժության բաժին, տենց սովորեցի։ Բայց չէիք սիրում։ Չեմ էլ մտածել, սիրում են, չեմ սիրում, եկա դժվարություններ, ամեն ինչ, վայելքեր, դժվարություններ, ամեն ինչ ստացել եմ, դե, եկա դարավ ուսուցիչ, 32 տարի դեմ աշխատել 22 տարի Սարում, ես ասում էի Սարը չեմ սիրում, չեմ գնա, չէ, հենց կարիքս սիպում, խելոք գնում ես, քեզ ու քեզ, ինձ ոչոք չի ասալ, բեկած գնամ, ես ինքս գնացել եմ, ու շատ դեպքում որտով են բարձրացել դասերը պարապում էի, դուրս էի գալի, որտով ուրբաթ օրը գնում, մեկ էլ երկուշաբթի օրը գալի։ Այսպես անցյալի հիշողությունների մեջ կորած թավան դնում է գազօջախին, որ ձվածեղը պատրաստի, բայց կրակը չվառվեց, գազ չկա, ոչինչ, երևի նորոգման աշխատանքներ են անում, ասում է, ու հետո պատմում, որ 75-ամյակը Սարում է նշել, մի քիչ պարծեցել, որ իր ոտքին ձեռքին է, հետն էլ մի քանի տասնյակ կով է կթում։ Սնահավատ չէ, բայց հիմա մտածում է, որ ինքն իրեն աչքով տվեց, երբ որոշեց, թե 80-ամյակն էլ Սարում է նշելու։ Որոշել էի 80-ամյակս էլ նշեմ, 75-ամյակս ընդեղ շոթում են նշել, տարվա վերջին դեկտեմբերի 27-ին, էդ էլ ու պարծեցա, ասի ով 75-ամյակը Սարում, այս սեզոնում կնշի, թող նա պարծենա, Աստված չի սիրում, որ ես պարծենում եմ, եկանք հունվարին ինքը իսուց ստացավ։ Ու էլ չգնացի։ Չէ, Սարը դեգրանով է ես գնում, իջում ինձ խուտ չեմ կարա, ճիշտ տրեսել էր գալի հասս օգնում էին, այսել մենք մնացինք,
Արդեն երեխեքը գնացին։ Տարիներն իրենց խոսքն ասել էին ու ամուսինները տկարացան։ Իր աչքերն էլ առաջվանը չեն։ Էլան լույս տարիներին մոմի լույսի տակ երեխաների գրավորներն էր ստուգում, դա էլ աչքի լույսը տարավ։ Ամեն օր մի քիչ ավելի է դժվարանում կարդալը, տառերը մշուշվում են, էջերը աղոտ դառնում, բայց նա չի ուզում բաժանվել գրքից, բառից, ի սիրելի գրականությունից։ Այդ պատճառով մի նոր սովորություն է ձեռք բերել, նստում է պատուհանի մոտ, ձեռքն առնում Սահյանի գիրքն ու նույն տողերը նորից ու նորից կարդում, մինչև անգիրանի։ Անգիր է անում բանաստեղծությունները մտածելով, որ որքան շատ պահի հիշողության մեջ, այնքան լավ, եթե մի օր աչքերն այլևս չծառայեն իրեն, գոնե բառերը մնան ներսում, ապրեն իր հետ։ Բուժիչը, նարեկը, ծանր պահերից բացում եմ, նայում ու հանգստանում։ Նարեկը թե Ես նարեկ չունեմ, շատ եմ ուզում ունենամ, բայց չունեմ։ Աշնանամուտի ջրերը բարակ, նորից մասում են բերում սարերից, սպիտակ ու փաթուրների մեջ, արգարմից հուդ են բերում սարերից։ Առաջին սերս քրքրվեց մնաց մասերների փշերի վրա և բասուրի հետ ջրերն առաջին սիրով սասուր են բերում սարերից։ Ասենք դա ես զգացի իմ վրա, դու նատեղա մի բանից ես ետնեղում է, ինչի որ ամեն ինչի ճանականա, կաթացի, բուժվեցի, հետո ուրեմն այդտեղ ինչ որ հաղորդում էր, ինչ էր Ռազմիկ Թավոյանը Համսահյանին հետ այդպես է բնութագրել, որ ստեղծագործությունները բուժիչ են։ հոգին բուժում են։ Հա, հոգին բուժում են։ Ուրիշ գրքեր իսկ ստեղ։ Գրում եք դուք, հա։ Ստեղ ասենք սարի տետերը սարել էր, որ սար եմ գնացել, նշումներ բան եմ արել, հետո որ արդեն սարից ընկամ, մի օր ուրիշ տետեր էլ կան էլի, մտածեցի ում եմ պետք է ոչնչացնեմ։ Պատահական մի հատ սենց երկացեցի, կարդացի ու շաշնան ինչ որ ամսաթիվ նոյեմբերից ինչի սոթում ենք, կարդացի որ մի ապրանքը չի եկել, մնացել է ծմակում։ Զանգել ենք ստեղ, երեխեք ասենք խոտ անելուց հետո բեզարած ջարդված, վիլիսը նստեցին, եկան, լապտերը բեր կանան, գնացին ծմակը ման եկան, այդ ապրանքը գտան, բերինը դեր վիզը կտրեցին, գցեցին ավտոն, բերին դուրը, ստեղ են հասում, որ լույսը չկա, մի կերպ ինչ որ լույսեր են ստեղծում, այդ փորձառությունը կատարում, հետո ասի չէ, չասե թող ուզում է կարդան, ուզում է չի, ոնց ուզում ալի մեկը կկարդա, էլի տենա իրան նախորդը ոնց է ապրել։ Ընկեր Շահվերդյանի համար աշակերտներն իր կյանքի մի մասն են, իր աշխատանքի ամենաթանկ արդյունքը։ Ամեն անգամ, երբ լսում է, որ նախկին աշակերտներից մեկը հաջողության է հասել, լավ մասնագետ է դարձել, ընտանիք է կազմել կամ էլ իր տեղն է գտել կյանքում, սիրտը լցվում է ուրախությամբ։ Այդ հաջողությունների մեջ նա մի փոքր իր բաժին աշխատանքն ու սերն էլ է տեսնում։ Բայց նրա սիրտը նույնքան ծանր է տանում նաև անհաջողությունների լուրը, երբ լսում է, որ որևէ նախկին աշակերտի կյանքը ցանկալի հունով չի ընթացել։ Անկախ նրանից, թե որքան տարիներ են անցել դպրոցական նստարանից, ընկեր Շահվերդյանը ակամա սկսում է ինքն իրեն հարցեր տալ. միգուցե մի բան ավելին պետք է սովորեցներ, միգուցե մի խոսք պակաս է ասել, մի ձեռք էլ ավելի շուտ պետք էր մեկնել։ Եթե ուրեմն ասենք մեկին որ ինչի, ես ինձ մեղավոր եմ զգում, որովհետև ասենք որ դասակցություն եմ արել 7 տարի տարել եմ, 4-ից բռնած 10 ավարտացրել եմ, ահագին փաստակը պետք է նկատել լինի, եթե ուրեմն դեպի մոտ չի ստացվել, ես մեղավոր եմ։ Դուք ձեզ եք, ծնողից շատ ձեզ եք մեղավոր համարում։ Այնքան պատասխանատու էի զգում ինձ, շատ։ Իմ առաջի sense վեկալած դասարանում, յոդերով դասարանում, ինչ որ երեխաների մեջ պրոբլեմ ծագեց, մի աղջկա ասեն, լրիվ մեկուսացին, դասարանում մեկուսացեց, լավ աղջիկ էր սիրում, դեմական արտաքինով, ձայնը լավ ալ, ինձ ասում էի դու դերասանում մի կդառնաս, մեկ տենում իտրեխիս հետ չեն խոսում, բա ինչա պատահել, ընչի չեք խոսում, թե սուտ էր, ճիշտ էր, ասին ծխում է։ Ու հարթացրին մի կերպարին և ինքան վախում էի, որ կարող է երեխան իրան ինչ-որ մի բան անի, այդ աշտան մերժվել է դասարանի կողմից, կոլեգաներից մեկի հետ նստեց խոսացի, ասի վախում եմ, ասա վախիմ է, վախիմ, ամեն ինչ անց կկենա, թե բարի հաջող անց ավելի դասարանս մերվեց այդ երեխի հետ, վատը չէր, ենքան լավ աղջիկ էր,
Իմ ծնողները աշակերտներիս հետ շատ կապի մեջ են ելել։ Ասենք լավ եմ ասել, վատ եմ ասել, երեխան ոնց եղել է ասել են, ընդունել են։ Մենակ մի ծնող ինչ խայտարակ արավ։ Ընդամենը ասի երեխեդ պատուհասը, եւ իրոք պատուհասեր, վերկացավ ասավ դու ինձ թշնամին ես։ Ասի չէ ես քո քույրն եմ, ասավ չէ դու ինձ թշնամին ես։ Մոտիկ էինք իրատում գնալ բան կար էլի, բայց երեխան ձերից փախել էր արդեն։ Հետո մի կերպ ավարտեց կարծեմ երեխան դպրոցը, ավարտեց, գնացին Ռուսաստան, ծնողների գլխին ինչ օին ասեց, դրել էր, վերջը բանտում ամ ինչի վսոր։ Դուք զգուշացնում եք։ Հա, անգամ ասենք դասից բացակայում է դպրոց էր գալի, հետո չքվում, գործում, մի օր գնացի, ասի նատենամ ծնողը տեղակատեղակ չի, ասի որ է Դավիթը, ասա դպրոց բա, ասի չէ դպրոցում չի, 2 ժամ նստելան ու 4 ժամը չկա։ Բայց մի երեխաներ տանը չի էլի, որ ասեմ տուն ա եկել, տուն չի եկել։ Ռեակցիա չկար մոր կողմից, ես սպնդացի ու նստեցի, ասի նատենամ երբ, այս տներս էլ թողած, երեխեքս թողած, հա, սպնդացի նստեցի, ահագին ուշ եկավ, ասավ Դավիթ ջան որտեղ էիք։ Ինչ որ Թիֆլիսից եկած մեր աղջիկներ կային ներքի թաղում ապրում էին, դրանց անունը տվեց, ասավ ընդեղ էի։ Եվ ոչ մի ռեակցիա, ոչ մի դիտողություն, որ դու ինչի՞ չես դասին նստել, պատահել ես, չէ։ Հա, մտնում ես ասել, դե որ քեզ պետք չի, ես ինչ անեմ։ Ու այդպես հետո մի քանի տարի հետո հանդիպեցինք, արդեն երեխան իրանց ցույց տվել, իմ բառը կրկնեց, ասավ պատուհասեց։ Այսպես Ասիատատ ամբողջ կյանքում սիրտ է ցավեցրել յուրաքանչյուրի համար, ինչպես կցավեր սեփական զավակների համար։ Ոչ միայն գիտելիք է տվել, այլև սերմանել է սեր դեպի հայրենիքը, հողն ու արմատները, թե իր աշակերտների, թե իր երեխաների սրտերում։ Այսօր հպարտությամբ է նայում անցած ճանապարհին, որովհետև իր ամենավեծ նվաճումներից մեկն էլ այն է, որ իր զավակներն ու շատ աշակերտներ մնացել են հավատարիմ իրենց հայրենիքին ու շարունակում են ապրել, արարել եւ ընտանիքներ կազմել հենց իրենց հարազատ հողում։ Ես ինչու եմ բարձենում, չգիտեմ, վախենում եմ բարձենալուց Աստված վերևից ինձ տեսնում եմ, որ Հայաստանից դուրս չեն եկել, գյուղից դուրս չեն եկել, Իրաստանուտերից դուրս չեն եկել, դիմացել են դաժան թվերին։ Դա բարձենալու բան։ Հա, ատամներով պահել են, որ անունը տվել են, որ գնանք, ասել են չէ, ստեղ մենք ենք մեր հողը, ում գնաց ասես ինձ ապրացրում, հնարավոր բան չի, ես չեմ պատկերացնում։ Մարդը պետք է սեփական անկողին ունենա, սեփական տուն եւ սեփական հող հայրենիք։ Առանց դրանց ոչ։ Գնա որտեղ ուզում ես, ինչ չկա պալատում ապրի, քոնը չի, դա քոնը չի, չէ։ Մի օր պետք է ասեն գնա տատը քաշի։ Ոնց ուզում եմ։ Հետո դե սկապվել եմ, ես բնության երևի աշխարհում ամենագեղեցիկ բնությունն է։ Մոր թե ուսուցչի խոսքն այն տարիներին ուրիշ կշիռ ուներ, շատերը հենց նրա խորհրդով, հորդորով ու հավատ ներշնչող խոսքերով են որոշել մնալ գյուղում, աշխատել հայրենի հողի վրա ու իրենց կյանքը կապել հենց ծննդավայրի հետ։ Ինկեր Շահվերդյանն էլ հենց դրանով է պարծենում։ Ասում է, սա է ուսուցչի իրական արժեքը, երբ նրա խոսքը կարողանում է մարդու կյանքի վրա հետք թողնել ու հիշում է իր երիտասարդ տարիները, երբ ուսուցիչը գյուղում մի առանձնահատուկ երևույթ էր։ Կարծես սովորական մարդ չլիներ, այլ մի հեղինակություն, որի խոսքը լսում էին, հարգում ու կարևորում։ Լույսի միակ աղբյուրն էր այն ժամանակ։ Կինոն ավելի ուշ եկավ, ընդհանուր ասենք ակումբում նստում էինք նայում, հեռուստացույցը ուշ եկավ, ռադիոն էլի ահագին ես ասենց երեխան էլ ռադիոն շարիկել, կտրված էինք, միակ աղբյուրն էր լույսի, դրանից էր միամիտ։ Ես որ հիշում եմ առաջին անգամ որ դերեցիմ կինո նայել, այսքան երեխա էի, ասենք որ կինո եկել, երբի առաջին անգամ էր, չէ, մի անգամ էլ էլի կպատմեմ, գնացի փողով էր ինչ-որ էր, դետոմսով էր, ես էլ երեխա, որ փող ունեմ, որ մի բան, այդտեղ դες չթողին, որ դուրս փագեցին մի հատ ծակ կար, էկրանները մեզ, այդ ծակից նայել եմ, ու շշմել էի, բայց մարդիկ ուր են գնում, ինքան լավ էր։ Իսկ առաջի կինոս հիշում եմ, գյուղում մի տուն կա, որ բերի աղբերից իջնում ենք, ագեհատում, առաջի տուննա, բերին այդ տան
դասի պատի վրա սալանը քաշեցին, ցույց տվին, սկսեցին կինո ցույց տալը, Լենինին ու Ստալինին եմ հիշում, նա այդպիսով նստած հասարակ կարտոֆիլ էին ուտում։ Այդ բանն էլ միշտ մտից։ Իմ առաջ կինո նկարն է Լենինն ու Ստալինը։ Որ ասում եմ ջուր անեցին, գիշերս էլ ավարամը հնդիկն է, պետք է դուրսն։ Երբ տան գործերն ավարտում է, Սահյանի տողերից մի քանիսն էլ հերթական անգամ անգիր կրկնում անցնում է այգու գործին։ Նախ ջրում է տնային ու պարտեզի ծաղիկները, հետո մի քանի բուրգեր է լցնում հավերին, մի քիչ կանգնում, նայում բակին, ծառերին, ծաղիկներին ու իր ձեռքով ստեղծած կարգ ու կանոնին։ Այ դե մարդը քաղաքն է սիրում, մակուրատներն են, հենց գիտեն քաղաքում հեշտ է, հեշտ։ Ես ինչքան հարազատություն եմ, այնտեղ ասենց գերնարված վիճակում իրենց ապրուստը ստեղծում են։ Չեն կարող ասենք մի քանի ժամ իրենց հանգիստը զգան։ Իսկ գյուղում այդ հանգիստը մենք ունենք։ Օրն էսպես կամաց հոսում է իր հունով, այգուց վերադառնում է տուն, զբաղվում մնացած մանր-մունր գործերով, հետո նորից վերադառնում իր սիրելի աշխարհին, գրքերին ու գրականությանը։ Եվ որքան էլ տարիներն անցնեն, նրա օրերի անբաժան մասը մնում են գրականությունը, մաքրությունը ու բնության հայրենիքի հանդեպ սերը։ Ասիատատը հաճախ է կանգ առնում նույն մտքի վրա, որ ապրում է աշխարհի ամենալավ գյուղում, իր համար այս խաղաղ գյուղը ծանոթ դեմքերը, նախկին աշակերտների հաջողությունների մասին լուրերն ու հիշողություններով լցված տարիները մի ամբողջ երջանկություն են դարձել։ Ընկեր Շահվերդյանն իրեն ամենաերջանիկ մարդն է համարում հենց այն պահին, երբ հասկանում է իրեն չեն մոռացել։ Քանի դեռ իր անունը հիշում են, իր խոսքը մեջբերում են ու իր աշակերտները իրենց կյանքում մի փոքր իր հետքն են կրում, նա ապրում է լիարժեք ու խաղաղ սրտով, վստահ, որ կյանքը իմաստ ունի։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար, Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը, անհայտ մանրամասներ, Արտաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։